Նարուսիկ, այսօր ես գնում մեքենայով եմ արի տանեմ քեզ։ Չէ, կարիք չկա մեզ։ Այս տանը տոպրակներով բան, դու ամուսին չունես։ Ունեմ, բայց իմ ամուսինը ինձ վրա ուշադրություն չի դարձնում։ Դե ոչինչ, բոլոր տղամարդիկ էլ այդպես են։ Իրանք մենակ ուզում են, իսկ տալուց։ Չես տենց ասում, ներսեսը շատ ուշադիր է։ Լավ էլ նկատել ես, որ ուշադիր է, բայց քո հանդեպ։ Այս վերջերս ինչ-որ շատ է քեզ հիշում։ Պատկերացրու անգամ ինձ քեզ օրինակ է վերում։ Նայնից օրինակ վերցրու S, նայնից օրինակ վերցրու N, անգամ ծիծաղս է գալիս։ Ինչ կա ձեր մեջ։ Ինչ ես խոսում, ոնց կարա տենց բան լինի։ Մեր մեջ ոչ մի բան չկա ու չի էլ կարող լինել, գայ։ Ես քեզ չեմ հավատում։ Ինչ գործ ունես դու ուրիշի ամուսինների հետ։ Ինձ քո տեղը մի դիր, հա։ Ինձ ոչ մի բան պետք չի ու ես քո նման չեմ, որ ուրիշների տղամարդուց ինչ-որ բան պետք լինի ինձ։ Նրանց քեզ թվում էր, որ ավտոմեխանիկիդ վրա է, հա, աչքս։ Չէ, գիտեմ, որ աչքդ իր վրա չի, բայց լավ շփվում ես հետը։ Լսի Նարինե, աղջիկ, քեզ ինչ եմ ասում։ Նենց մի արա, որ ամբողջ կյանքում ինձ հիշես։ Շատ չես կա վրա վերցնում։ Դու էլ նենց մի արա, որ ամբողջ կյանքում ինձ չմոռանաս։ Արտակ? Լավ ես զգում քեզ։ Էս ինչ ես անում։ Չես տենում համով ոչ եմ սակում։ Մսով, միս կա, ումա։ Իսկ փող տվել ես, որ միս լինի։ Հա։ Բա, էս ինչի որոշեցիր հենց այսօր սարքել։ Գայանա պետք է գա։ Դե հանդիպեցի Գայանին, մի ամիտ։ Հրավիրեցի մեր տուն, դե հիմա իրանք մեզ կանչել են, մենք չենք կանչել, մեր հերթն է հիմա։ Ու Գայանը համաձայնվեց։ Հա։ Ասել է որ կրբլեք իր չոջուճել եք մա։ Ուզում է բարի շի։ Արտակ ես բան չեմ հասկանում։ Բայց ինչ է կրվել որ։ Ոչ մի լուրջ բան, հիմարություն։ Ուղղակի ասում եմ, որ պատկերացնում ես ներսեսը իբր իմ հանդեպ անտարբեր չի։ Ներսեսը քո հանդեպ անտարբեր չի։ Արտակ գժվել ես, ինչեր ես խոսում։ Դե հա, տոկանց որ հիմարություն է էլի։ Հա, Գայանի պես գեղեցկունով կթողի գնի սրաներ այդելից։ Սիրես դու ինչ հիմար մարդ ես, անտակտ, բրի չոբան։ Ինչ ես վիրավորում։ Դե կարելի ասել շատ համեղ էր ձեր դիետիկ բորշը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, ուղղակի մի բան հետաքրքրում։ Ինչի համար էլ հյուր չեք գալիս մեզ, հա։ Դու մեր տանը հենց հյուր ես, էլ երբ ես տանը լինում, որ մարդկանց էլ հրավիրում ես։ Համել ուր է երեկոյան։ Համալսարանում դաս էի տալիս, ուր էի։ Դուք նաև դասավանդում եք։ Դե չէ, դա շատ բարձր է ասված, ոնց ասեմ, տուրիզմի զարգացման շուրջ լեկցիաներ եմ կարդում։ Դե գնանք։ Գայ, բա դու խոստացել էր ինչ-որ սուրպրայզ անեիր մեզ։ Հիշած չի։ Ես ու Արտակը գնում ենք հանգստանալու։ Ինչ Արտակ, ես ու մենք։ Ես ու դու։ Մի րոպե, Դու զուտ։ այդ ոնց հասկանամ քո ասածը։ Ոնց ուզում ես, նենց էլ հասկացի։ Դու ամբողջ օրը զբաղված ես, կամ ինստիտուտում դասավանդում ես, կամ գործակալություն ես, կամ քո սիրելի հարևանուհու հետ հաճախ խոսում ես։ Ես էլ ոնց ուզում եմ, նենց եմ ապրում։ Եղավ։ Սխալ եմ ասում Արտակ ջան։ Չէ, դե երևի ճիշտ ես ասում էլի։ Ես տեն չեմ։ Դզեց։ Կներեք, անցիտում Գայան։ Անցիտում։ Այս ամեն ինչը ինչ է նշանակում։ Դու չեմ մամայց հավատալու, ես քոպես առաջ անգամ լսեցի։ Չհասկացա, ոնց չգիտես ու դու առաջին անգամ ես լսում։ Դուք երկուսով չեք գնալու հանգստանալու։ Դե
Մարդը ասաց, ես ոնց կարեի մերժեի։ Աստորեն դու ինքը մենակ, բա ես ուր եմ։ Դե դու էլ։ Գայ, գիտես ինչ կա։ Եկել է ժամանակը, որ ես ասեմ։ Մեր մեջ սեր չկա, ու դու այդ շատ լավ գիտես։ Մենք իրար հետ սովորության համար ենք հիմա ապրում։ Ինչի համար ապրենք։ Այնամ ես կգնամ հանգստանամ իմ համար։ Դու էլ խախատ կապրես էլի։ Աստորեն դու ինձ արից բաժանվում ես։ Հաստորեն տենց հայրիս տասում։ Դու։ Ես Ջան։ բաժանվում եմ քեզանից, գնում եմ հանգստանալու։ Իրերից հետևից հետո կգամ։ Վայ։ Ու իրեն էլ ինձ պետք չի։ Գնա, դեպի մեկը։ Կյանքս մենակ չբորբոքվես։ Ես գիտեմ, որ շատ սխալ բան եմ արել ու ներողություն եմ խնդրում քեզանից։ Արտակ։ Բա դու որոշել էիր հեռանալ ինձնից։ Էս ինչ պատահեց։ Դե սխալվել եմ, ախր շատ սխալ բան եմ արել, ես հասկացա էլի, որ ես առանց քեզ չեմ կարող։ Բա ասում էիր ինձ չես սիրում։ Սիրում եմ, շատ եմ սիրում քեզ։ Ալո։ Բարև ձեզ Նարինե ջան, ներսես նա։ Հա, բարև Ներսես ջան։ Ես զանգել եմ Նարինե ջան, որ միջոցառման հրավիրեմ ձեզ։ Դե կներեք, որ հեռախոսով եմ հրավիրում, ես ուղղակի տեղափոխվել եմ ծնողներիս մոտ։ Իսկ ինչ միջոցառում է։ Դե շատ լավ միջոցառում ա լինելու։ Հայաստանում ինչքան հայտնի ու հաջողակ մարդ կա ներկա լինելու։ Ես խոստանում եմ, որ շատ հետաքրքիր է անցնելու։ Լավ, ես կմտածեմ։ Դե լավ, սպասում եմ ձեր պատասխանին։ Լավ։ Արտակ։ Արտակ վեր կաց։ Իսկ քեզ ով ասեց, որ ես քեզ ներել եմ։ Արտակ վեր կաց, քո հետ եմ։ Աղջի վատես, ինչ ես ամեն մի ստից բանի համար կռիվանում, թող քնեմ էլի։ Լավ, Արտակ տղա։ Ալո։ Ալո, հա Նարինե ջան։ Ներսես, ես համաձայն եմ։ Լավ, շատ լավ։ Դե ես վաղը կզանգեմ քեզ։ Դեպի մեկը։ Այդտեղ ես գնում։ Քեզ ինչ։ Հարցից չպատասխանեցի։ Հա, տեղ եմ գնում։ Ո՞ւր ես գնում։ Շատ կարևոր հանդիպում է։ Ինչ։ Ինչ հանդիպում։ Լավ միջոցառում է։ Հավաքված են լինելու Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարները ու հաջողակ մարդիկ։ Ինձ թվում է լավ կանցնի։ Ներսեսն է հրավիրել։ Հա, չի կարելի Ներսեսի հետ երեկո անցկացնել։ Չես խոսում։ Իհարկե չի կարելի։ Ես, Ազիզ ջան, քեզ չեմ թողում։ Ինչ։ Ինչի պիտի քո թողելուն նայեի։ Ինչ արել չես արել, արդեն քո համար ես արել։ Վերջ, ես ազատ մարդ եմ, հաջողություն։ Բայց չէ լավ։ Ինչ չէ։ Չէ դու ազատ մարդ չես, դու իմ կինն ես։ Ես արդեն ասեցի, ազատ մարդ եմ։ Ես բաժանվում եմ քեզնից։ Ոնց կուզեմ այդպես էլ կապրեմ։ Դավաճանեք։ Էլի։ Հաջող։ Լավ ժամանակ կանցկացնեք միջոցառմանը հաջողակ դեմքերի հետ մեկտեղ։
Հասանք։ Դե, շնորհակալություն լավ երեկոյի համար։ Խնդրեմ, միշտ պատրաստ եմ։ Դե երևի էլի կհանդիպենք։ Անպայման։ Հաջողություն։ Հաջողություն Արմեն ջան։ Դու տուն մտի։ Ներս ես։ Սենց չեղավ ախպեր։ Դու ինչ գործ ունես իմ կնգայ, դու ընդհանրապես ախպեր, դու ինչ գործ ունես ուրիշների կանանց հետ։ Նա տովել խոսա, քեզ նայել ես ընդհանրապես։ Ինչ է ասում ախպեր։ Լսի կարոջը քեզ ինչ եմ ես ասում հիմի։ Դու նարինկայից մոռանում ես։ Էլ քեզ իա մոտ։ Ու ընդհանրապես իա կողքերը չտենամ ախպեր։ Հետո Այդ ինչ կապ ունի, լսի քեզ ինչ եմ ասում, թեման միցերի։ Էլ քեզ նարինկայից կողքերը չտենամ ապե, թե չի քո համար լիքը շատ տխուր ու վատ բաներ կլինի։ ասեմ իմանաս, իմ համար ընդհանրապես տխուր ու վատ չի լինում։ Ինչի՞ չի լինում, որ հարուստ ես, գիտես քեզ ամեն ինչ կարելի է, հա։ Հա, ինչի տենշի։ Ապա դե որ տենց է պիտի ուրեմն ընտանիք քանդես։ Ես ընտանիք չեմ քանդում։ Ի տարբերություն քեզ ես սովորություն չունեմ ընտանիք քանդելու։ Դե ուրեմն հեռու մնա նարինկայիցս։ Այդ արդեն դու չես որոշում, հեռու մնամ թե չէ։ Այդ ես ու Նարան ենք որոշում։ Ինչ է ասում, այդ ես ու Նարան ենք որոշում, եղավ։ Լավ, որոշեք, ես ձեզ չեմ խանգարի։ Դու ով ես որ մեզ խանգարես կամ չխանգարես։ Արտակ, խելոք պահի քեզ։ Թե չէ ինչ ախպեր։ Լսի, հարևան ես։ Չեմ ուզում վատություն անեմ։ Աչեդ քաշի խախանդ ապրի, կլինի։ Ես էլ գնամ, հաջողություն։ Ես հիմա ասեցի։ Ես հիմա ասեցի։ Ես դες սպասի մի րոպե ապեր։ Տենաս են տխմարը որ գնաց։ Շանանն ու տուր պետնած են։ Տոք է ուլտա։ Բարև Նար։ Բարև։ Նար ջան, ես քո մոտ մի խնդրանքով եմ եկել։ Ասա։ Ես խնդրում եմ, հետ վերադարձրու իմ ամուսնուն, հա։ Ինչի ամուսինդ առարկա է, որ վերադարձնեմ։ Բայց ես քո արտակին քեզ հետ վերադարձրեցի, չէ՞։ Վայ, Գայանչիկ ջան, շատ վատ ես վարվում մարդկանց հետ։ Նար, ես հանուն ներսեսի ամեն ինչի ընդունակ եմ։ Ես զգում եի, որ կորցնում եմ իրան, դրա համար էլ գնացի այդ քայլերին, բայց ես չգիտեի, որ ամեն ինչ ավելի վատ կընթանար։ Այն գիշեր, որ ինքը ինձանից գնաց, ինքը ասաց, որ քեզ ա սիրում։ Ինչ ես արել ամուսնուս հետ, հա։ Ոնց ես իրան գրավել, խնդրում եմ, ինձ էլ սովորացրու էլի Նար։ Գայանչիկ ջան, դու գիտես, որ մենք մանկության ընկերուհիներ ենք, չէ՞։ Հա, Ու պետք է անկեղծ լինենք իրար հետ։ իհարկե։ Փաստորեն դու հիմա ինձնից անկեղծ պատասխան ես ակնկալում։ Հա, Նար ջան։ Գիտես Գայանե, քեզ հիմա ոչ ոք ու ոչինչ չի փրկի։ Գնացքդ գնացել է։ Ես միշտ էլ ատել եմ քեզ։ Ոյ, թե չէ ես գժվում էի քո համար։ Ես Գայանը մեր տնից էր դուրս գալիս։ Հա, չտեսար։ Տեսա ու ասեցի, որ մեր սեպի մեջ հարաբերություն չխրի։ Ոյ, անկրակետ, վայ։ Ինչի վերադարձար։ Ոնց, որովհետև սիրում եմ քեզ կյանքս։ Սիրում ես, թե էլ Գայանին պետք չես։
Պատմել է, հա։ Հա, պատմել է։ Ինչ ես անում։ Դու ինչ ես եկել։ Ոնց։ Դու չասեցիր, որ մենք գնանք պիտի հանգստանանք։ Այդ տղա դու լրիվ սխալ ես հասկացել։ Վերջրես իրերդ գնաս տեղից։ Սխալ եմ հասկացել։ Լսի, դու այն ինչ որ լսեցիր ու տեսար, այդ ամեն ինչը ներկայացում էր, որ իմ ամուսին ինձ խանդի։ Ու դադարեցնի նարայով հետաքրքրվել է, հասկացար, իսկ դու այն հիմարի նման հավատացել ու վերես կացել եկել ես։ Քեզ թվում էր, որ ես ներսեսին կփոխեմ քո հետ, հա։ Ախր դու ով ես։ Բայց ինչ վատ կլիներ։ Ախր դու ինչ ունես, հա, այ ավտոտեխնիկ։ Սեփական կատու չունես անգամ։ Ես գաղափար ունեմ։ Դե այդ գաղափարդ վերցրու ու գնա։ Հիմա խղճուկ կինդ երևի իրան պատերով է տալիս։ Ավտոտեխնիկ Արտակ։ Դու իրենդ բերել ես այդտեղ։ Ինչ ես ձեր առնում, Ոյ աստվածի։ փոշման ես։ Հաջողություն։ Աստվածի։ Դու հիմար ես տվել։ Կյանքս, դե հիմա սխալվել եմ, սխալ բաներ եմ արել, ախր մարդը սխալական է, ես իդեալական չեմ, բայց ես քո ամուսինն եմ, չէ, մենք լավ օրեր ենք ունեցել, ես չեմ ուզում քեզանից հեռանալ, ես քեզ շատ եմ սիրում, ես ուզում եմ քո հետ լինեմ, ես կներես ինձ։ Չէ։ Չեմ ների, որովհետև դու այս կյանքում չհասկացար ինձ ինչա պետք ու ինչ պետք կլինի։ Էնպես որ, որտեղից որ եկել ես, այնտեղ էլ գնա։ Ես ներում բեկում չունեմ, Ինձ լավ ես ճանաչում։ գնամ, Գնա։ կյանքս բայց ուր գնամ, ես, Մորդ տուն գնա, ինչ ասեմ։ բայց մենք տուն չունենք, Չունես, ուրեմն գնա գյուղ։ Որտեղ որ ձեոնք են, մարդ ստեղից։ բայց ես գյուղ էլ չունեմ, Վայ գնա ստեղից Արտակ։ Թե չես փուլտը։ Բարև Նարինե ջան։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ։ Իրերից հետևից եմ եկել Նարինե ջան։ Հա, արդեն մեկնում ես։ Չէ, չեմ մեկնում։ Առանձին Վարդսով տուն եմ վերցրել ու ապրում եմ։ Վերջնական գայանից բաժանվեցի։ Դե, գիտես, անպայման ուզում էի քեզ տեսնեի, քո հետ խոսայի։ Հավատա, եթե այսօր քեզ չտեսնեի, ես անպայման երեկոյան կզանգեի քեզ։ Դե, ինչի՞ չէի իմանում, կարող ես զանգել, ես քեզ չեմ արգելում։ Դե, չգիտեմ, ես ինչ եմ ուզում, գիտես, խոթեմ ձեր ընտանիքի մեջ։ Ներսես, ընտանիք էլ չկա, ես բաժանվել եմ Արտակից։ Ոնց։ Այսինքն ես հնարավորություն ունեմ քո հետ միանալու։ Դե, կապրենք կտեսնենք։ Դե լավ, որ այդպես է, ես քեզ երեկոյան հրավիրում եմ ռեստորան։ Համաձայն ես։ Մտածեմ։ Չէ, մի մտածի, հիմա պատասխանի, հա թե չէ։ Լավ, համաձայն եմ կգամ։ Դե լավ։ Դե կհանդիպենք, ես իրերս վերցնեմ գնամ, երեկոյան կզանգեմ ու կտեսնեմ։ Լավ, առայժմ։ Առայժմ։ Ինչ պատճառով է մարդ հայտնվում զոհի կարգավիճակում։ Շրջապատն է այդքան վատը, թե ինքն է իրեն այդպես պահում։ Այս պատմության հերոսուհու Նարինեի կյանքը ստիպեց նրան մտածել այս հարցերի շուրջ։
Նարինեի պասիվությունը, իր իսկ նկատմամբ ուշադրության ու սիրո բացակայությունը բերեց այն բանին, որ իր ընտանիքի կյանքը դարձավ հենց այսպիսին, բայց ամեն ինչին սահման կա, եւ այդ սահմանագիծը հատվել էր։ Նարինեն եւ Արտակը բաժանվեցին, ինչպես նաեւ բաժանվեցին Գայանեն ու Ներսեսը։ Գայանեին բաժանումից մնաց միայն տուրիստական գործակալությունը, սակայն նա այդպես էլ չկարողացավ նոր ընտանիք ստեղծել։ Արտակը բաժանվելուց անմիջապես հետո աշխատանքի անցավ։ Հետագայում Ներսեսն ու Նարինեն ամուսնացան։ Նրանք մինչ օրս ապրում են միասին։